Ուրեմն նայեք ինչ է մեզ անհրաժեշտ լինելու այս հիասքանչ ուտեստի համար, այսենց ընտրած այս տակինը փչացած չի, պրոստը հող է երևի, կլվանք կանցնի կամ կկտրենք, այսենց ընտրած մեծ պնդոտ լոլիկներ է պետք, 4 հատ, այս է, թանկ էր, ասեմ իմանաք շուկայի համեմատ, բոլորը կտեսնեք արդեն տեսանյութում, գազարը մեզ պետք գալու, մեզ պետք է գալու այս ընտիր պանիրը, սուլուգունի պանիրը, հենց կես կիլոյով վաճառում են, կես կիլոն 1500 թե 1600 չեմ հիշում, այսենց գնել եմ, կանաչեղեն է պետք գալու, ցանկացած համեմ եմ օգտագործելու, ստե նաև հեսը համեմը, ընդեղ սոխն է կանաչ, մի քիչ կգցենք ու իհարկե մի շարք կարևոր համեմունքներ կդիմանաք արդեն տեսանյութի շրջանակներում, հենց որ բաց չթողնեք որևէ դեպքում, ընթացքի պատրաստման պրոցեսն է ցույց կտամ ու եվս մի երկու նյուանսով կկիսվեմ ձեզ հետ արդեն ընթացքում, մեկ է չմոռանամ ասել, որ իհարկե հավի կրծքամիսը մեզ պետք գալու, հավի կրծքամիսը հենց հիմա էպվում է, ինքը պետք է էպված լինի, նրա համար երևի թե մի ժամից կսկսեմ արդեն պատրաստման պրոցեսը ու հիասքանչ արդյունքը կտեսնեք վերջում, կգնահատեք կամ չեք գնահատի, այդ արդեն ձեր իրավունքն է։ Այսօր լոլիկ ենք լցոնելու շատ հետաքրքիր մսային միջուկով, արագ անցնենք գործի, շուտով կհասկանանք ինչի մասին է խոսքը։ Սրանք են բոլոր բաղադրիչները, որոնց մասին ես կխոսեմ արդեն պատրաստման ընթացքում ինդիվիդուալ տեսքով, ձևով, սակայն հիմա կցանկանամ խոսել միայն սոյայի սոուսի մասին, տեսեք վերցրել եմ այսպիսի ապակե շշով սոյայի սոուս, ձեզ եմ խորհուրդ տալիս և գնում եք միայն տեսեք ստա գրած է լյողկի ռուսերեն լեզվով, կա նաև պրյանի և կլասիչեսկի, դրանք լրիվ տարբեր բաներ են, այս թեթև տեսակը լյողկին նախատեսված է հենց աղցանների և նմանատիպ թեթև ուտեստների համար, դրա համար այսօր կիրառելու ենք հենց այս տեսակը։ Սկսենք լոլիկից, վերցրել եմ 4 հատ այսպիսի մեծ պինդ ձիգ լոլիկներ, հենց այդպիսիները մեզ անհրաժեշտ են, հիմա տեսեք ինչ ենք անում, նախ և առաջ հեռացնում ենք այս հատվածը, այս հատվածը մեզ անհրաժեշտ է լինելու միայն ամենավերջում, դնում ենք մի կողմի վրա և հիմա պետք է կատարենք հետևյալ գործողությունը, պետք է փորենք լոլիկը, որպեսզի կարողանանք այն լցոնել, այսպես գդալի միջոցով զգուշորեն փորում ենք և լցնում ենք այս ամենը հատուկ ափսեի մեջ։ Ինչու եմ ես դա անում, կբացատրեմ մի փոքր ուշ։ Նաև ասեմ, որ ներքևի հատվածը, այսինքն հատակի հատվածը մենք պետք է իհարկե ավելի զգուշ փորենք, քանի որ այն պետք է լինի ավելի ստույգ պետք է մնա էլ ավելի հաստ, որպեսզի ներքևի հատվածից չպատրվի լոլիկը պատրաստման ընթացքում, այսպես, ամբողջ հեղուկը նույնպես լցնում ենք նույն ափսեի մեջ, այսպիսի զամբյուղ ենք ստանալու, կրկին անգամ ջուրը հեռացնում ենք, այն մեզ անհրաժեշտ չի և դնում ենք այսպես կտրվածքի հատվածով դեպի ներքև, սակայն մինչ այդ իհարկե ներքևի հատվածից ևս այսպես կտրատում ենք, որպեսզի կարողանանք հանգիստ դնել այն հատուկ ափսեի մեջ պատրաստվելուց առաջ ինքը ուղիղ կանգնի, այսպես,
Եկեք անցնենք միջուկի պատրաստմանը, հատուկ ափսե ենք որևէ վերցնում, խորը մի քիչ երկար եւ տեսեք ինչ ենք անում, այստեղ ինձ մոտ հավի կրծքամիսը ամբողջությամբ եփված է, կարող եք 90%-ով էլ եփել, որովհետեւ մենք այն հիմա միևնույնն է պետք է թեթևակի տապակենք, ամեն բան շուտով կհասկանաք, վերացում ենք հավի կրծքամիսը, այսպիսի թելերի եւ լցնում ենք համապատասխան ափսեի մեջ։ Այժմ գազարները կանցկացնենք քերիչով, կարող եք մանր անցքերով, կարող եք խոշոր, ես կանցկացնեմ խոշորով, որևէ էական տարբերություն չկա այս դեպքում։ Հիմա արագ կկտրատենք կանաչ եղենը, կանաչ սոխից կսկսենք, կբաժանենք երկու մասի եւ կկտրատենք կլորավուն, բարակ կտորների, այսպես տեսեք։ Նույն կերպ կվարվենք համեմի հետ, նորից երկու մասի, ուղենք այս միջուղը ու նորից կտրատենք բավականաչափ բարակ։ Այժմ գազարին եւ հավի կրծքամասին կավելացնենք մի փոքր բուսայուղ, մոտ 2 ճաշի գդալ, մնացածը կթողնենք տապակելու համար։ Ավելացնում ենք համեմունքները, այստեղ ինձ մոտ խմելի սունելի է, քարի համեմունք, կարմիր պղպեղ, սխտորի փոշի, համեմի աղացած սերմ եւ կարծես թե վերջ։ Աղ չենք ավելացնում, քանի որ օգտագործելու ենք սոյայի սոուս։ Ով տեղյակ չի, սոյայի սոուսը շատ աղի է եւ բնական աղին փոխարինող միջոց է։ Ավելացնում ենք համեմունքները։ Հիմա այս ամենը շատ լավ խառնում ենք, 1-2 րոպե, ավելի մաս չունի։ Այժմ թավայի մեջ լցնում ենք մնացած բուսայուղը, թողնում ենք մոտ 1 ճաշի գդալ, վերջում կբացատրեմ ինչի համար եւ միանգամից ավելացնում ենք գազարը, հավը արդեն համեմված ձևով, հավի կրծքամիսը ավելի ստույգ եւ այսպես մոտ 2-3 րոպե թեթևակի կտապակենք, բարբերաբար խառնելով իհարկե։ Հենց շատ թեթևակի գազարը փափկում է, տեսեք ինչ ենք անում, ավելացնում ենք միանգամից լոլիկի կտրատված միջուկները եւ այսպես գդալի, ցանկալի է փայտե գդալի միջոցով տրորում ենք, ընթացքում այս ամենը հալչելու է, դառնալու է հեղուկ, հյութ է դառնալու, այսպես կանվանեմ, իսկ շատ կոշտ մասերը, որոնք չեն հալվելու, մենք դրանք պարզապես կհեռացնենք ժամանակի ընթացքում։ Հիմա ավելացնում ենք միանգամից սոյայի սոուս, 1, 2, 3, 4, մեկն էլ կավելացնենք եւ անհրաժեշտության դեպքում կփորձենք արդեն մոտ 5 րոպե հետո, եթե լինի անհրաժեշտություն, կավելացնենք եւս 1-2 ճաշի գդալ, կտեսնենք։ Հիմա այսպես տրորում ենք, կրակը բարձր ենք անում արդեն եւ մեզ անհրաժեշտ է, որպեսզի այս ամբողջ հեղուկը, որը պետք է արտադրվի, ընթացքում գոլոշիանա եւ մենք ստանանք արդեն առանց հեղուկի, սակայն շատ հյութեղ զանգված, հենց դա էլ ստանալու ենք, հավատացնում եմ ձեզ։ Տեսեք, դեռ շատ շուտ է, սակայն լոլիկը ինչպես նկատում եք արդեն հալվել է, ամբողջը հեղուկի է վերածվել, տապակում ենք այսպես 3-4 րոպե, տվյալ դեպքում ավելի ստույգ եփում ենք 3-4 րոպե, որից հետո միանգամից ավելացնում ենք արդեն կանաչ եղենը։ Ասեմ, որ ես եւս 2 ճաշի գդալ սոյայի սոուս ավելացրեցի, ես հասկացա, որ քիչ էր սոյայի սոուսը, տեսեք կանաչու մեջ ես նկատեցի հավի ոսկոր, եղեք շատ ուշադիր, շատ զգուշ, որը ոսկոր մեզ անհրաժեշտ չի, հեռացնում ենք, եթե կրծքամիսը ոսկորոտ է իհարկե, խառնում ենք այսպես եւ տապակում ենք մինչեւ լիարժեք հեղուկի քաշվելը։ Դա կլինի, չեմ կարող ասել, 3 րոպե, 4 րոպե, կրակը բարձր է, կարող է նույնիսկ ավելի շուտ, ուշադիր եղեք, որպեսզի չայրվի որևէ դեպքում։ Տեսեք,
արդեն որոշ ժամանակ անց հեղուկը գրեթե քաշվել է, սակայն դեռ քաշվելու տեղ ունի։ Եվս 2 րոպե կտապակենք այսպես եւ կարծում եմ լիովին արդեն բավական է։ Այստեղ կարևորը ժամանակի ընթացքում ստուգելն է աղի քանակը եւ ինչպես ես վարվեցի, այնպես էլ դուք պետք է վարվեք եւ անհրաժեշտության դեպքում ավելացնեք ելի սոյայի սոուս։ Քանի որ սոյայի սոուսը ինձ մոտ թեթև տեսակն է, որը նախատեսված է աղցանների համար, այն աղի տեսակետից մի փոքր ավելի թույլ է, քան մնացած տեսակները, որոնք համային առումներով նաև տարբերվում են միմյանցից, պետք է փորձեք յուրաքանչյուրը, հիանալի համադրություն է կազմում սոյայի սոուսը հատկապես մսեղենի հետ։ Հիմա անցնենք առաջ, միջուկը արդեն պատրաստ է, անջատում ենք, կարող ենք թողնել հովանա, կարող ենք չթողնել, որևէ նշանակություն դա չունի։ Հիմա պատրաստվող հրակայուն ափսեի մեջ լցնում ենք մնացած բուսայուղը եւ վրձինի միջոցով, խոհարարական վրձինի իհարկե, շատ լավ տարածում ենք պատերով եւ հատակով, այսպես տեսեք, եւ հերթով շարում ենք արդեն պատրաստի ջրքանված լոլիկները, մենք հենց դրա համար լոլիկները դրեցինք հակառակ կողմով, որպեսզի այս ամբողջ ժամանակահատվածում նրանք ջրքանվեն, ավելորդ հեղուկը մեզ ընդհանրապես անհրաժեշտ չի։ Տեսեք թե ինչպես է նաև գոլոշիացել միջուկը, տեսնում եք, որևէ հեղուկ ավելորդ այստեղ գոյություն չունի, մնացել է միայն միջուկը եւ արդեն համապատասխան բուսայուղի հատվածը։ Հիմա լցոնում ենք լոլիկները, այսպես լցնում ենք մեկ ճաշի գթալ եւ սեղմում, որպեսզի բոլոր բաց թողնված մասերը այսպես լցվեն եւ մենք համոզված լինենք, որ լոլիկը ոտքից գլուխ լցոնված է, հենց սա էլ մեզ անհրաժեշտ է, այսպես։ Հիմա հերթը պանիրն է, տեսեք, վերցրել եմ 4 այսպիսի մեծ կտոր սուլուգունի տեսակի պանիր, կարող եք վերցնել մոցարելա, քանի որ 4 հատ լոլիկ է, վերցրել եմ 4 կտոր եւ հիմա հենց այսպես դնում ենք իրար վրա եւ բաժանում 2 մասի։ Յուրաքանչյուր լոլիկի վրա մենք կդնենք համապատասխան 2-ական կտոր, ինչպես նկատեցիք, քանի որ մեզ մոտ ստացվում է 8 կտոր։ Այսպես հիմա նայեք, դասավորում ենք, այսպես վերևից մեջտեղից դնում ենք 2-ական կտոր, կրկնում եմ, կարող եք մի կտոր էլ դնել, սակայն ես պանիր շատ եմ սիրում, դրա համար այսպիսի շռայլություն եմ ինձ թույլ տալիս։ Պանիրները դասավորելուց հետո ուղարկում ենք այս հրաշքը սառը ջեռոց եւ միացնում ենք ջեռոցը 200-ից 220 աստիճան եւ եփում ենք այս ամենը 20-ից 25 րոպե։ Մեզ անհրաժեշտ է, որ պանիրը ամբողջությամբ հալչի, իսկ լոլիկը միջից եփվի, դե միջուկն էլ արդեն պատրաստ է։ Նախորդ տաքացված ջեռոց, սառը հրակայուն ապակե ափսը երբեք մի դրեք, դա կարող է վատ հետևանքներ ունենալ, ափսեն կարող է պայթել, ճաքել, այնպես որ ուշադիր հետևեք իմ հրահանգներին, այսպես կանվանեմ։ Տեսեք թե ինչ հրաշք ենք ստանում եւ մեզ մնացել է վրայից ավելացնել հիասքանչ օրեգանոն, այն հիանալի համադրություն կկազմի եւ պանիրին եւ մնացած բաղադրիչներին, այսպես, եւ ցանկության դեպքում վրայից արդեն դնում ենք այս նախորդ կտրատված գլխարկները։ Ես իհարկե հանեցի, որովհետեւ իմ կարծիքով չի սազում, տարբեր երանգներ են, մեկը եփված է, մեկը ոչ, դրա համար հանել եմ։ Այսօր այսքանն է նախատեսել, բարեախորժակ, վայելեք այս հիասքանչ ուտեստը, գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում, մինչ նոր համեղ հանդիպում։